Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Հանձնաժողովը 44 կողմ եւ 7 դեմ ձայներով կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխությանը, որը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը եւ կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական եւ անարդարացիորեն պահվող խոշտանգումների եւ բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար, նշել է Շերմանը։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության կարեւորությունը։ Վարչապետ Փաշինյանը եւ կանցլեր Մերցը անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործակցության հետեւողական զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է Իսրայելի խորհրդանի օրակարգից։ Իսրայելական Հարեց պարբերականի տեղեկություններով վարչապետ Բենյամին Նեթանյահուն կասեցրել է հարցի քննարկումը եւ քվեարկությունը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևի միջամտությունից հետո։ Ընդամենը շաբաթներ առաջ Իսրայելի կառավարությունը հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը հաստատել էր միաձայն, այն ներկայացնելով որպես պատմական եւ բարոյական պարտավորություն։ Չնայած Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի խորհրդարանի նիստի օրակարգում ներառելու որոշմանը, սակայն դա տեղի չի ունենա։ Հարեցը հղումանելով իսրայելական աղբյուրներին հայտնել է, որ այն օրակարգից հանվել է Ադրբեջանի ճնշման հետևանքով։ Ըստ հրապարակման, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիկմեթ Հաջիևը Իլհամ Ալիևի անունից կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ։ Դրանից հետո վարչապետը արգելափակել է արտգործնախարար Գիդեոն Սարի նախաձեռնած քվեարկությունը, իսկ իսրայելական կողմը Բաքվին տեղեկացրել է, որ հարցը չի քննարկվի Քնեսեթի արձակուրդից առաջ անցկացվող վերջին նիստին։ Սարի գրասենյակը հերքել է, որ քվեարկությունը կասեցվել է Նեթանյահուի միջամտությամբ, սակայն այլ պատճառ չի ներկայացվել։ Արտգործնախարարի գրասենյակից հայտնել են, որ որոշումը չի փոխվել։ Կառավարության հավանությանն արժանացած հարցն անպայման խորհրդարանում կքննարկվի, բայց դա մոտ ժամանակներում գրեթե անհնար է, քանի որ հուլիսի 17-ին Քնեսեթը լուծարվել է, իսկ Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 27-ին։ Արտգործնախարար Գիդեոն Սարի ներկայացրած հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկը Իսրայելի կառավարության հավանությանն էր արժանացել հունիսի 28-ի նիստին միաձայն։ Որոշումը պետական ամբողջական քաղաքականություն դարձնելու համար անհրաժեշտ էր նաև Քնեսեթի հաստատումը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ Չնայած տեղի ունեցածը պատմական փաստ է, սակայն մինչև այսօր հանդիսանում է ժխտման ու նսեմացման ինստիտուցիոնալ արշավի թիրախ։ Այդ սարսափելի ոճրագործության ընթացքում սպանվել է 1.5 միլիոն մարդ եւ ոչնչացվել հայ ժողովրդի հնագույն մշակութային ժառանգությունը։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Բաքուն անմիջապես դատապարտել էր Իսրայելի կառավարության որոշումը, կրկնելով հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այն անվանել էր պատմական փաստերի խեղաթյուրում եւ պահանջել վերանայել որոշումը։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Բաքուն չի սահմանափակվել միայն հրապարակային հայտարարությամբ եւ իր ռազմավարական կապերն օգտագործել է խորհրդարանական գործընթացը կանգնեցնելու համար։ Իսրայելի համար Ադրբեջանը էներգետիկ եւ ռազմաքաղաքական կարևոր գործընկեր է։ Այս ոլորտում գործակցությունը նաեւ տարածաշրջանային փոխադարձ շահերը փաստորեն Բաքվին Իսրայելի արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցության զգալի լծակներ են տվել։ Նեթանյահուն հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն իբրև ճանաչել էր դեռ 2025 թվականի օգոստոսին։ Ամերիկացի հաղորդավար Պատրիկ Բեթ Դեյվիդը նրան հարցրել էր, ինչու ոչ մի իսրայելցի վարչապետ անձամբ չի ճանաչել ցեղասպանությունը։ Նեթանյահուն պատասխանել էր. Ես հենց նոր ճանաչեցի, ահա խնդրեմ։
Այդ հայտարարությունը լուրջ պետական ճանաչում չէր համարվել, քանի որ այն անձնական դիրքորոշում էր առանց կառավարության կամ Քնեսեթի իրավական որոշման։ Ավելին, Նեթանյահուն պնդել էր, թե իբրև խորհրդարանն արդեն ճանաչել է ցեղասպանությունը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Իդեպ Նեթանյահուի հայտարարությունն ու կառավարության հետագա քայլերը հաջորդեցին Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կտրուկ վատթարացմանն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահն Իսրայելին մեղադրեց հարևան երկրների դեմ ոտնձգությունների և հատկապես Գազայի հատվածում ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Իսրայելի իշխանությունն էլ առիթը բաց չթողնելով Էրդողանին հիշեցնում էր հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը ու դրա առ այսօր ժխտումը։ Չնայած հունիսի 28-ի որոշումը միջազգային մամուլում ևս լայնորեն դիտարկվում էր որպես Անկարային ուղղված քաղաքական պատասխան, սակայն Սաարը պնդում էր, որ խոսքը պատմական արդարության մասին է։ Փաստորեն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացավ Թուրքիայի հետ հակադրության պահին, բայց կանգ առավ, երբ միջամտեց Թուրքիայի մերձավոր դաշնակից եւ Իսրայելի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը։ Իսկ ինչպիսին էր պաշտոնական Երևանի արձագանքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան նկատել էր. Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հետագա զարգացումները փաստացի վերահաստատեցին Հայաստանի իշխանության այդ մտահոգությունը։ Հարցը օրակարգ բերվեց Թուրքիայի դեմ քաղաքական հակադրության պայմաններում, ապա հետաձգվեց, գուցե եւ օրակարգից հանվեց Ադրբեջանի ճնշման ներքո։ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է դարձել Հայաստանի ավելի քան 1,8 միլիոն քաղաքացի։ Տարեսկզբին այս հուսանիշը եղել է 1,6 միլիոն։ Համակարգի ավելի քան 6 ամսյա գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։ Հիշատակված ցուցանիշի աճը ըստ Խարազյանի պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև 200,000 դրամ եւ ավելի ամսական աշխատավարձ ստացող քաղաքացիների թվով։ Նրա համոզմամբ այս կես տարվա ընթացքում մեծացել է նաև առողջապահության համակարգի կարևորությունը։ Մանրամասները տեսանյութում։ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը աճել է 14%-ով, տարեսկզբին արձանագրված 1,6 միլիոնից հասնելով 1,8 միլիոնի։ Այս կամ այն ծառայությունից ապահովագրական փաթեթի օգտվել է 782,404-ը։ Փաստորեն գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրական փաթեթում ներառված որևէ ծառայությունից կամ ստացել է որևէ դեղ։ Իսկ միայն որ դեղորայք է ստացել, նման շահառուների թիվը մեր մոտ շուտ 35,961 է։ Համակարգի ավելի քան 6 ամսվա գործունեության դրական այս ցուցանիշը պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև 200,000 դրամ եւ ավելի ամսական աշխատավարձ ստացող քաղաքացիների թվով, հայտարարեց Սամվել Խարազյանը, հավելելով. Եթե մենք հաշվի չառնենք օրինակ դեղորայքի ծախսը, ապա մեր մեկ շահառուի հաշվով ծախսը միջինում կազմել է վերջին ամիսներին 60,000-ին մոտ, իսկ հունիս ամսին 61,000 դրամ։ Խարազյանի խոսքով ցուցանիշները վկայում են նաև այն մասին, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով նախկինում չեն կարողացել համապատասխան բուժօգնություն ստանալ, այժմ շնորհիվ պետական այս ծրագրի ազատորեն օգտվում են համակարգի տրամադրած ծառայություններից։ Ապահովագրության համակարգի ներդրման նպատակներից մեկն էլ նաև որպեսզի մեր քաղաքացիները դիմեն առողջական կարիքների դեպքում եւ հասանելի դարձնենք մենք ծառայությունները մեր քաղաքացիների համար, որտեղ տարատեսակ հարցումների հիման վրա մենք ստանում ենք տեղեկատվություն, որ ավելի քան 20% մեր քաղաքացիների ուղղակի առողջապահական ծառայություններից չեն օգտվում ֆինանսական պատճառներից ելնելով, իսկ 50-60%-ն ինքնաբուժմամբ են զբաղվում եւ դրա մեջ էլ նույնպես կար թաքնված հենց այդ ֆինանսական պատճառներից ելնելով չդիմելու այդ հիմքերը։ Հունվարից հունիս շահառուներին արդեն իսկ փոխհատուցվել է ավելի քան 102
2 միլիարդ դրամի ծառայություն եւ դեղորայք։ Խարազյանի տեղեկացմամբ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասը ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը։ Ծառայությունները իրենց բնույթով ներառել են թե սրտի վիրահատությունները, բաց վիրահատությունները, աորտակորոնար շունտավորումներ, ստենտավորումներ, անոթների ստենտավորումներ, նաև կյանքի որակի բարելավմանը միտված ծառայություններ, օրինակ կոնքազրային հոդի փոփոխություններ, աչքի կատարակտայի վիրահատություններ եւ տարատեսակ այլ վիրահատություններ, որոնք զգալիորեն փոխել են մեր քաղաքացիների կյանքի որակը, դրանով նպաստելով նրանց հետագա ներառումը եւ նրանց կենցաղավարության ուրեմն բարելավմանը։ Հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև նշեց, որ կես տարվա ընթացքում դուրս է գրվել 2.6 միլիոն դեղատոմս եւ հունվարի համեմատ այս թիվը աճել է մոտ 3 անգամ։ Ամենաշատ նշանակվող դեղերը եւ ամենաշատ փոխհատուցված, այսպես ասենք, դեղերի խմբերում առաջատարը, ինչպես եւ սպասելի էր սիրտանոթային հիվանդությունների հսկման համար անհրաժեշտ դեղորայքն է, շուրջ 61% ընդհանուր փոխհատուցված դեղերի մեջ, հաջորդ տեղը, երկրորդ տեղը զբաղեցնում է հակաշաքարախտային դեղերը, շուրջ 15%, հակամարիային եւ շնչառական համակարգի վրա ազդող դեղորայք նույնպես փոխհատուցվել է ապահովության փաթեթի շրջանակներում, հիմնականում ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների բուժօգնության նպատակով, ինչպես նաեւ ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքում եւ այլ հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների դեպքում նույնպես փոխհատուցվել են համապատասխան փաթեթում արկա դեղերը։ Հիշեցնեմ, համընդհանուր ապահովագրության եռափուլ համակարգի առաջին փուլի շահառուներից են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, 65 եւ ավելի բարձր տարիքի թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները։ 2027 եւ 2028 թվականներին կներդրվեն նաեւ երկրորդ եւ երրորդ փուլերը, այսպիսով ծածկելով ամբողջ բնակչությանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջել է շարունակել խիստ վերահսկողությունը շինարարական հրապարակներում։ Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ փոշեկլանիչ ցանցերի կիրառումը պետք է դառնա համատարած։ Նիստին նաև ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վերջին տվյալները։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի առանցքում եղել են քաղաքաշինական վերահսկողությունը, տրանսպորտային համակարգն ու քաղաքային միջավայրի բարեկարգումը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ հանձնարարել է խստացնել վերահսկողությունը մայրաքաղաքում իրականացվող բոլոր տեսակի շինաշխատանքների նկատմամբ, ընդգծելով, որ փոշեկլանիչ ցանցերի կիրառումը պետք է դառնա համատարած երևույթ ամբողջ Երևանում։ Եվս մի խնդիր արձանագրեմ, արդեն Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենցելի բաց ավազը դրածա մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Տիգրան Ավինյանի խոսքով վերահսկողության ներկայիս տեմպը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչև շինարարական բոլոր հրապարակներում ապահովվի Երևանի ավագանու սահմանված կանոնների լիարժեք պահպանումը։ Քաղաքապետը նշել է, որ վերահսկողությունը չի թուլացվելու, քանի դեռ բոլոր կառուցապատողները չեն սկսել գործել նոր պահանջներին համապատասխան։ Այսինքն, այս տեմպը չենք թուլացնում։ Շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանրային տրանսպորտի աշխատանքին։ Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը հայտնել է, որ նախորդ շաբաթ տոմսային համակարգում գրանցվել է 3.141.953 վավերացում, ինչը վկայում է համակարգի ակտիվ օգտագործման մասին։ Քաղաքապետը խոսել է նաև մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման ծրագրերից, առանձնացնելով Տոր-Քանգեղի այգու վերակառուցումը։ Նրա գնահատմամբ նախկինում մասնատված հողակտորներից ձևավորվում է մեծ քաղաքային այգի, որը կփոխի մայրաքաղաքի դիմագիծը։ Կարծում եմ մեր ամենակարևոր ծրագրից ամենահաջողված նաև նախագծերից մեկն է Տոր-Քանգեղի այգու վերակառուցումը, որը որ տարատեսակ առանձնացված հողակտորներից վերածվում է
մեծ քաղաքային այգու եւ իրականում սա կարծում եմ նաեւ դառնում է ոչ միայն նոր վարչական շրջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը, այլ նաեւ Երևան քաղաքի եւ այս տեսակ ծրագրերն են, որ փոխում են մեր քաղաքի դիմագիծը, որ փոխում են մեր քաղաքում կյանքի որակը, որովհետեւ վստահորեն այն ինչ որ ունեինք մի 2-3 տարի առաջ այս այգում եւ այն ինչ որ ունենք հիմա եւ ունենալու ենք այս տարվա վերջ, դրանք էապես երկու տարբեր միջավայրերի մասին են խոսում։ Գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել նաև վարչական փոփոխություններին։ Մալայցիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Մխիթար Մխիթարյանը։ Շարունակում ենք թողարկումը եւ անդրադառնանք տարածաշրջանում տեղի ունեցողին։ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը տեղափոխվել է նաեւ համաշխարհային էներգետիկ երթուղիներ։ Հութիների հարվածները Սաուդյան Արաբիայի նավթատարերին եւ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի սպառնալիքները վտանգում են նավթի մատակարարման երկու առանցքային ուղիները։ Միացյալ Նահանգները շարունակում է հրթիռակոծել Իրանը, իսկ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները տարածվում են նաեւ Կարմիր ծովում։ Իրանի հետ դաշնակցող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավերի վրա հարձակման մասին, սպառնալով փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Եմենի հութիները հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարվածել են Կարմիր ծովով ընթացող Սաուդյան երկու նավթատար լցանավերի՝ Էնսելիային եւ Լեյլային։ Հութիները հայտարարել են, որ նավերը խախտել են Սաուդյան Արաբիայի դեմ իրենց սահմանած ծովային շրջափակումը։ Սաուդյան կողմը հաստատել է միայն Էնսելիայի վրա հարձակումը։ Հրթիռների հարվածից նավի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի անդամները չեն տուժել։ Հութիները Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում էին հայտարարել 3 օր առաջ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան նավերի անցումը կանխելու նպատակով։ Հարձակման սպառնալիքի պատճառով մի քանի լցանավեր արդեն փոխել են երթուղին, իսկ Սաուդյան Արաբիայից Չինաստան եւ Հնդկաստան նավթի տեղափոխող 3 նավ հետ են շրջվել։ Բաբ էլ-Մանդեբով վերջին մեկ ամսում օրական միջինը շուրջ 9 միլիոն բարել նավթ է տեղափոխվել։ Նեղուցի հնարավոր փակումը հատկապես վտանգավոր է հիմա, երբ Հորմուզի նեղուցով նավագնացությունն արդեն գրեթե դադարեցված է։ Սաուդյան Արաբիան իր նավթի մի մասը Հորմուզը շրջանցելով տեղափոխում է Յամբու նավահանգիստ եւ այնտեղից Կարմիր ծով։ Բաբ էլ-Մանդեբի փակման դեպքում նավերը ստիպված կլինեն շարժվել Սուեզի ջրանցքով կամ շրջանցել Աֆրիկան, ավելացնելով ճանապարհի տևողությունն ու ծախսերը։ Մինչև Կարմիր ծովում բացվում է նոր ճակատ, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինուժը 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցնում Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախավորվել են Իրանի ծովային ռազմական կարողությունները, հրթիռների եւ անօդաչուների պահեստները, առափնյա դիտարկման եւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բուշեհրի շրջանում ռազմական օբյեկտի, նաեւ Իրաքի սահմանին գտնվող Շալամչեի անցակետի վրա ամերիկյան հարվածների մասին։ Իրանական կողմի տվյալներով Շալամչեում 2 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել։ Ի պատասխան Իրանը հայտարարել է Քուվեյթում, Հորդանանում եւ տարածաշրջանի այլ հատվածներում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Թեհրանի պնդմամբ թիրախում են եղել հրթիռային համակարգեր, սպառազինության եւ վառելիքի պահեստներ եւ ռազմակայաններ։ Քուվեյթն ու Հորդանանը հայտնել են նաեւ իրանական հրթիռներ եւ անօդաչուներ որսալու մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներն ընդլայնել եւ թիրախավորել Իրանի կարևոր ենթակառուցվածքները։ Այս պահից սկսած Հորմուզի նեղուցում նավերի վրա Իրանի յուրաքանչյուր հարձակում ստանալու է պատասխան։ Կարևոր չէ այն կիրականացվի հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե այլ սպառազինությամբ։ Յուրաքանչյուր նման հարձակման դիմաց Միացյալ Նահանգները կռմբակոծի եւ կոչնչացնի Իրանի մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան։ Թիրախները կարող են լինել նաեւ Թեհրանի մերձակայքում կամ հենց մայրաքաղաքում։ Թրամփի հայտարարությանը պատասխանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նախազգուշացնելով, որ Թեհրանը համաչափ պատասխան կտա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլև հարձակմանը նպաստող ուժերին։ Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է, ակն-ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում մեր ենթակառուցվածքների վրա հարձակումը, կստանա հզոր եւ վճռական պատասխան։ Նրանք, ովքեր որևէ ձևով կնպաստեն այդ ագրեսիային, նույնպես կդիտարկվեն որպես իրանական զինված ուժերի օրինական թիրախներ։ Իրանը վճռական
Պաշտպանորեն պաշտպանելու է իր տարածքը ու ազգային շահերը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ վերահսկողության տակ եւ փակ է առանց Թեհրանի համաձայնության անցնող նավերի համար։ Իրանական կողմի տվյալներով ականապատ համարվող երթուղով անցնել փորձող 3 լցանավերից մեկը պայթյուններից հետո հորդեղվել է, մյուս երկուսը հետ շրջվել։ Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի շուրջ միաժամանակյա լարվածության հետևանքով նավթի գները մեկ օրում աճել են ավելի քան 3%-ով։ Ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը կարող է վտանգել համաշխարհային նավթային մատակարարումների երկու կարևորագույն երթուղիները եւ նոր գնաճային ճնշում ստեղծել միջազգային շուկայում։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները սպառնում են կաթվածահար անել նավթի փոխադրման երկու կարևորագույն երթուղիները, որի հետևանքով Brent տեսակի նավթի գինը հատել է բարելի դիմաց $100 սահմանը։ Միացյալ Նահանգները 13-րդ գիշերն անընդմեջ հարվածում է Իրանի տարածքին, իսկ հութիների հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ պատիժ է խոստացել Իրանին եւ նրա դաշնակիցներին։ Կարմիր ծովում Սաուդյան երկու նավթատարների դեմ հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հութիների հետագա գործողությունների համար պատասխանատու է համարելու նաև Իրանին։ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, սպառնալով փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան նավթի տեղափոխումը։ Այս երթուղին դարձել էր Հորմուզի նեղուցը շրջանցելու հիմնական ուղիներից մեկը։ Այժմ վտանգի տակ են եւ Հորմուզը եւ Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ էլ-Մանդեբը։ Մի շարք նավեր արդեն փոխել են երթուղին։ Բաբ էլ-Մանդեբը շրջանցելու դեպքում Ասիա ուղևորվող լցանավերը կարող են ստիպված լինել անցնել Սուեզի ջրանցքով եւ շրջանցել Աֆրիկան գրեթե եռապատկելով ճանապարհի տևողությունն ու զգալիորեն ավելացնելով փոխադրման արժեքը։ Եթե հութիները կրկին հարձակվեն, Միացյալ Նահանգները պատասխանատու է համարելու Իրանին, քանի որ նրանք գործում են որպես Թեհրանի դաշնակից ուժ։ Իրանի եւ հենց հութիների նկատմամբ ուժգին ռազմական պատիժ է կիրառվելու։ Նրանք դեռ բավարար ցավ չեն զգացել։ Մենք նաեւ դիտարկում ենք Իրանի դեմ ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Թրամփը նաև հայտարարել է, որ առևտրային նավերն ու դրանց բեռներին հասցված վնասները կփոխհատուցվեն Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող իրանական սառեցված ակտիվների հաշվին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մոտեցումը վտանգավոր նախադեպ է համարել, նախազգուշացնելով, որ այլ պետության ունեցվածքի բռնագրավումը կարող է համաշխարհային անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Այլ երկրի ակտիվները բռնագրավելը, ապագա եւ դրա հետ կապ չունեցող պահանջները վճարելու համար հրդեհավտանգ նախադեպ է։ Եթե կառավարությունները օրինականացնեն նման գործելակերպը, այլևս ոչ մի պետության ունեցված կապահով չի լինի։ Դրա հետևանքով առաջացող քաոսը խաղաղ կամ կառավարելի չի լինելու։ Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր մոտեցումը։ Լարվածության աճին զուգահեռ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների 13-րդ գիշերվա ավարտի մասին։ Ամերիկյան կողմի տվյալներով թիրախավորվել են ռազմական հրամանատարական կենտրոններ, անօդաչուների պահեստներ, հաղորդակցության ցանցեր, առափնյա դիտարկման համակարգեր եւ ռազմածովային կարողություններ։ Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են Քեշմ կղզու եւ Ահվազ քաղաքի վրա ամերիկյան հարվածների մասին։ Ահվազում իրանական կողմի տվյալներով զոհվել է 4, վիրավորվել 5 մարդ։ Ի պատասխան Թեհրանը հայտարարել է Հորդանանում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներ խոցելու մասին։ Հորդանանի բանակը հայտնել է 4 հրթիռի եւ 6 անօդաչուի դեմ գործողությունների մասին։ Միայն 1 հրթիռ է ընկել անմարդաբնակ տարածքում։ Իրանը նաեւ պնդում է, որ Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում խոցել է ամերիկյան ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանում, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Քուվեյթը զոհերի մասին չեն հաղորդել։ Իրանի կողմից հութիներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ եւս նոր տեղեկություններ են հրապարակվել։ Reuters-ի հաղորդմամբ հուլիսի 13-ին Թեհրանից Եմեն են տեղափոխվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներ, ռազմական խորհրդատուներ եւ հրթիռների եւ անօդաչուների բաղադրիչներ։ Հութիները տեղեկությունը որակել են կեղծիք, հայտարարելով, որ ինքնաթիռում միայն քաղաքացիական անձինք են եղել։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ահազանգում է. հարվածների եւ հակահարվածների շղթան տարածաշրջանը մոտեցնում է անկանխատեսելի հետևանքների։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից եւ մոտենում է նախկինում աներևակայելի համարվող սահմանին։ Մի ճգնաժամը սնուցում է մյուսին, իսկ յուրաքանչյուր սրում նոր հակամարտություն է առաջացնում։ Ժամանակն է հետ քայլ կատարել։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են, իսկ այս հակամարտությունը ռազմական
բավական լուծում չունի։ Նավթային շուկան արդեն արձագանքել է հակամարտության հերթական սրմանը։ Բրենթի գինը մեկ օրում աճել է ավելի քան 6%-ով եւ մայիսից հետո առաջին անգամ գերազանցել $100։ Հորմուզի նեղուցով մեկ օրում անցել է ընդամենը 1 նավթատար, որը մայիսի 7-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Մինչև տարածաշրջանում ռազմական գործողություններն ընդլայնվում են, Վաշինգտոնում այս առնչությամբ տարաձայնությունները խորանում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատն ընդունել է մի օրինագիծ, որը պետք է սահմանափակեր Թրամփի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այսինքն նախագահը չէր կարողանալու կատարել որևէ քայլ առանց կոնգրեսի համաձայնության։ Սենատը, սակայն, ավելի ուշ, ընդամենը 2 ձայնի տարբերությամբ մերժել է նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող այդ օրինագիծը։ Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ դիվանագիտական գործընթացներն էլ նոր թափ են ստացել։ Մանիլայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։ Միաժամանակ Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ դիվանագիտական ակտիվությունը շարունակվում է, սակայն ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում։ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի առանցքում եղել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմը եւ դրա դադարեցման հնարավոր ուղիները։ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է շփման գծում ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ Մոսկվան անընդունելի է համարում Կիևին արևմտյան նոր սպառազինության մատակարարումները։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, հավատարիմ մնալով նախկինում ներկայացված առաջարկներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Ռուսաստանը վերահաստատում է հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում Կիևի հետագա զինումը ու եվրոպական երկրների քաղաքականությունը, որը միտված է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելուն։ Հանդիպումից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանի որ մինչև այժմ քննարկված տարբերակները կողմերի համար ընդունելի չեն եղել։ Եթե խաղաղությունը հաստատվի, ապա դա կլինի նոր գաղափարների եւ նոր մոտեցումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք ներկայացնել նման առաջարկներ, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Ռուբիոն նաև հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել են Միացյալ Նահանգները Ռուսաստան հարաբերություններն ու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի անհրաժեշտությունը։ Կիևը սակայն շարունակում է պնդել, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխիքների վրա։ Ուկրաինան պատրաստ է արդար եւ կայուն խաղաղության, սակայն այն չի կարող հիմնված լինել զիջումների կամ ագրեսիայի խրախուսման վրա։ Ցանկացած բանակցություն պետք է ապահովի մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը։ Միայն ուժեղ դիրքերից կարելի է հասնել իրական խաղաղության։ Մինչև դիվանագիտական քննարկումները շարունակվում են, Եվրոպական միությունը քաղաքական համաձայնության է հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ եւ առևտրային ոլորտներին։ ԵՄ գործարքների արգելքի ցանցում ներառելու է եւս 32 ռուսական բանկ, կրիպտոարժութային ընկերություններ եւ նավթի առևտրային հարթակներ։ Առաջին անգամ թիրախավորվում են նաեւ այսպես կոչված ստվերային նավատորմին աջակցող նավերը։ Իսկ ռուսին ծառայողների համար նախատեսվում է ԵՄ մուտքի լրացուցիչ սահմանափակում։ Մեր նոր պատժամիջոցները շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի տնտեսական հիմքերը։ Մենք ընդլայնում ենք սահմանափակումները բանկերի, կրիպտովոլորտի եւ էներգետիկայի նկատմամբ։ Նաեւ թիրախավորում ենք ստվերային նավատորմերին աջակցող նավերը։ Պատերազմը հարվածում է նաեւ տնտեսությանը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախում են հայտնվել Վալդբերիզի առնվազն 4 խոշոր լոգիստիկ կենտրոններ։ Ամենամեծ վնասը կրել է Էլեկտրոստալի բաշխիչ համալիրը, որտեղ հրդեհների հետևանքով ռուսական կողմի տվյալներով զոհվել է 8, վիրավորվել առնվազն 80 մարդ։ Չնայած դիվանագիտական ճամբարում տեղի ունեցող իրադարձություններին, ռազմաճակատում իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ քաղաքական կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ճանապարհը դեռևս անորոշ։ Այլ թեմաներ. Որքանով են պաշտպանված լրագրողների իրավունքները Հայաստանում եւ ինչ խախտումներ են արձանագրվել վերջին 3 ամիսների ընթացքում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցը, ներկայացնելով ոլորտում առկա միտումներն ու հիմնական խնդիրները։
Հայաստանում խոսքի ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցը, որն անդրադառնում է լրագրողների եւ զանգվածային լրատվության միջոցների իրավունքների խախտումներին։ Այս ընտրությունները իհարկե առանձնահատուկ էին այն առումով, որ Հայաստանը բախվեց ահռելի ապատեղեկատվական հոսքերի մարտահրավերներին եւ հիմնականում այդ արշավը Ռուսաստանից էր, այստեղ թաքցնելու բան չկա, ակնհայտ է բոլորի համար եւ ցավոք այդ ապատեղեկատվությունը տարածվում էր նաեւ հայաստանյան ինֆորմացիոն դաշտի միստվար հատվածի միջոցով։ Եվ ցավոք հասարակությունը հերթական անգամ ականատես եղավ եւ ես նույնիսկ ասեի զոհը եղավ ներքին նաեւ ինֆորմացիոն պատերազմի։ Ըստ զեկույցի դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման, նաեւ լրագրողների նկատմամբ ճնշումների եւ վիրավորանքի դեպքեր։ Կոմիտեն արձանագրել է, որ մի շարք խնդիրներ շարունակում են կրել համակարգային բնույթ, ազդելով լրատվամիջոցների բնականon գործունեության վրա։ Եթե ընդհանուր առմամբ մենք խոսենք երամսյակի ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին, ապա դրանք 42-ն են, որոնցից մեկը ֆիզիկական բռնություն է, 30-ը տարատեսակ այլ ճնշումներ, վիրավորանք, սպառնալիք եւ այլն եւ 11-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ են։ Մենք կարող ենք դա համեմատել նախորդ երամսյակի հետ, ասենք նույն ֆիզիկական բռնությունները եւ նախորդ եւ երկրորդ երամսյակում մեկն է, մեկ դեպք է արձանագրվել, իսկ տարատեսակ ճնշումների քանակը ավելացել է, փաստորեն առաջին երամսյակում 22-ներ, հիմա 30-ը արձանագրվեց, 8 դեպքով աճ է նկատվում եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու առումով էլ եթե առաջին երամսյակում 7-ն էր, ապա երկրորդում 11-ն է։ Աշոտ Մելիքյանի խոսքով ժողովրդավարական հասարակության կարևոր նախապայմաններից է լրագրողների անվտանգ եւ անկախ գործունեությունը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր արձանագրված խախտում պետք է ստանա իրավական գնահատական, իսկ պետական կառույցները պարտավոր են ապահովել տեղեկատվության մատչելիությունն ու հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքը։ Արձանագրել ենք տարատեսակ ճնշումների 10 դեպք զուտ նախընտրական շրջանում պաշտոնական քարոզարշավի սկզբից մինչև քվեարկության օրը այդ հիշատակված ֆիզիկական բռնությունը այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել, արձանագրել ենք 6 վիրավորանքի եւ կամ սպառնալիքի դեպքեր եւ 3 կիբեր հարձակման դեպքեր եք արձանագրվել, որոնք որ կապվում էին այդ ժամանակահատվածի քարոզչության եւ այլն հանգամանքների հետ։ Հետաքրքիր է, որ հենց այդ նույն նախընտրական ժամանակահատվածում ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացված է 5 նոր դատական հայց, իսկ ընդհանուր ուրեմն երկրորդ երամսյակի ընթացքում 11 նոր հայց է ներկայացվել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կոչ է անում պետական մարմիններին, իրավապահ կառույցներին եւ ոլորտի մյուս դերակատարներին հետեւողական քայլեր ձեռնարկել լրագրողների իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ։ Հատկապես երկրի ներսում ապատեղեկատվությամբ, քարոզչությամբ, քաղաքական քարոզչությամբ զբաղվող այն լրատվամիջոցները, որոնք որ եւ անհատները պետք է դա էլ ընդգծել, ինչ որ անում էին, իհարկե մեծ հաշվով հաջողության չհասավ այն առումով, որ այդպիսի համոզմունք կար այդ շրջանակների մոտ, որ օրեր է մնացել, երբ իշխանափոխություն է լինելու եւ Ռուսաստանից եկած օլիգարխը իշխանությունը վերցնելու է։ Այդ առումով իհարկե այդ քարոզչությունը հաջողության չհասավ, բայց հաջողության հասավ այն առումով, որ այնուամենայնիվ առանց դրա դժվար թե նույնիսկ կտրակաշարքների միջոցով եւ այլն այսքան ձայն
դժվար թե հավաքել մի ուժ, որ ընտրություններից կես տարի առաջ էր ձևավորվել։ Կոմիտեի նախագահի համոզմամբ ազատ եւ անկախ մամուլը ժողովրդավարության կարևորագույն հենասյուներից է, իսկ ոլորտում առկա խնդիրների լուծումը պահանջում է հետևողական եւ համակարգային աշխատանք։ Աշխարհի 16 երկրներից ժամանած հայագետներ, գիտնականներ եւ հոգեվոր կենտրոնների ներկայացուցիչներ 3 օր շարունակ Երևանում քննարկել են հայագիտության զարգացման առաջնահերթությունները։ Մատենադարանում մեկնարկել էր հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը, որն այս տարի նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Հայագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունները, միջազգային գործակցությունը, հայկական գրավոր ժառանգության պահպանումն ու նոր սերնդի մասնագետների ներգրավումը մեկ հարթակում։ Հուլիսի 22-ից 24-ը Մատենադարանում անցկացվող հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանականների, գիտական հաստատությունների, հայագիտական եւ հոգեվոր կենտրոնների ներկայացուցիչների։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով 3 տարի առաջ ձևավորված նախաձեռնությունն արդեն կայացած հարթակ է, որտեղ քննարկումները վերածվում են գործնական ծրագրերի։ Կոնգրեսը ոչ միայն խոսակցության, այլ նաև գործի տեղ է, որտեղ մեր ասած յուրաքանչյուր միտք, մեր միասին ձևավորած յուրաքանչյուր ընկալում ունենում է իր շարունակությունը մեզնից յուրաքանչյուրի առաքելության եւ գործի մեջ, որպես մեզ առօրյա անելիք։ Ու կարծում եմ սա թերևս ամենակարևոր արդյունքներից մեկն է, որ արդեն իսկ արձանագրել է կոնգրեսը եւ որը վստահ եմ, որ շարունակելու է ել ավելի ամրապնդել, որովհետեւ ինչպես պարոն Խզմալյանը իր խոսքում նշեց, մենք երկար քննարկել ենք նաեւ այս կոնգրեսի շրջանակներում ձևավորվող ներուժը ավելի լավ օգտագործելու հնարավորությունները եւ վստահ ենք, որ այս 3 տարվա փորձառությունը մեզ տալիս է բավարար հիմք խոսելու նաեւ հայագիտության ոլորտում ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների ամրագրման եւ նաեւ դրա միջոցով ավելի հետեւողական աշխատանքի իրականացման համար Կոնգրեսում քննարկվելու են պետական քաղաքականությունը, միջազգային կենտրոնների խնդիրները, գիտական ծրագրերի ֆինանսավորումը, երիտասարդ հետազոտողների ներգրավումը եւ ձեռագրական ժառանգության պահպանումը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով առաջին կոնգրեսի ժամանակ ամբողջական պատկերացում չկար, թե աշխարհում քանի հայագիտական կենտրոն եւ մասնագետ է գործում։ 3 տարվա ընթացքում ձևավորվել է միջազգային ցանց, որի մասնակիցները ներկայացնում են ոլորտի խնդիրներն ու լուծման առաջարկները։ Եվ կոնգրեսը դարձավ այն հարթակը, որտեղ ամբողջ աշխարհից հավաքագրվում է տեղեկությունը, մարդիկ բարձրաձայնում են իրենց խնդիրներն ու մտահոգությունները, հանդես են գալիս նոր առաջարկություններով եւ ըստ էության կոնգրեսը դառնում է մի հարթակ, որտեղ պետական քաղաքականությունը համընկնում է կամ հանդիպում է միջազգային հայագիտական procesներին։ Սա մի կողմից կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ պետության համար, որոշարկելու իր հայագիտական հագիտության զարգացման ռազմավարության մեջ, մյուս կողմից մեծ հեռանկարներ է բացում միջազգային փորձագետներին ընդգրկելու մեր ծրագրերում, հայագիտական նոր դրամաշնորհներ սահմանել եւ գիտեք արդեն 2 տարի մենք վերլուծական շատ ամուր փաստաթղթեր ենք յուրաքանչյուր կոնգրեսից հետո ներկայացնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ հիմա արդեն այլևս մենք առաջարկել ենք նախարարությանը, որ կոնգրեսին տրվի հատուկ կարգավիճակ, որ կոնգրեսը նաեւ գործնականում հետամուտ լինի բոլոր այդ առաջարկությունների իրականացմանը, կյանքի կոչմանը եւ բարեբախտաբար ուրախությամբ պիտի ասեմ, որ կա քաղաքական որոշում իսկապես կոնգրես որոշելու հատուկ կարգավիճակով։ Նախորդ կոնգրեսի քննարկումից ծնված ծրագրերից է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուի մշտադիտարկումն ու վերականգնումը։ Ծրագիրը մեկնարկել է օրեր առաջ եւ լինելու է շարունակական։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին ընդգծել է Մխիթարյան միաբանությունը Հայաստանի եւ Իտալիայի դարավոր մշակութային կապերի կարևորագույն խորհրդանիշներից է։ Մխիթար Սեբաստացին բացառիկ մտավորական էր, որն իր կյանքը նվիրել է հայկական ժառանգության պահպանմանն ու գիտելիքի տարածմանը։ Նրա գործնեայության ժառանգությունը շարունակում է ապրել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս, որ գիտելիքը չմնա մեկուսացված, այլ տարածվի, հարստանա եւ փոխանցվի հաջորդ ծերունդներին։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու գրադարանում պահվում է շուրջ 150,000 գիրք եւ ավելի քան 4500 հայկական ձեռագիր։ Իտալիան աջակցում է հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն միջազգային գրամատյանում ընդգրկելու նախաձեռնությանը։ Կոնգրեսի մասնակիցները 3 օր շարունակ կներկայացնեն
գիտական զեկույցներ եւ կքննարկեն հայագիտության զարգացման հետագա ծրագրերը։ Ավարտվել է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ Երևանում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոգործիչներ եւ կինոսերներ։ Փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեցին մրցութային ծրագրերի հաղթողները, հանձնվեցին գլխավոր մրցանակները։ Երևանը կինոյի տոնական շնչով հրաժեշտ տվեց Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնին։ Մի քանի օր շարունակ մայրաքաղաքը հյուրընկալել էր կինոգործիչների, ռեժիսորների, դերասանների եւ կինոսերների աշխարհի տարբեր երկրներից, վերածվելով մշակութային երկխոսության կարևոր հարթակի։ Հաղթող ֆիլմերն արժանացան թե մասնագիտական ժյուրիի, թե հանդիսատեսի բարձր գնահատականին, ընդգծելով ժամանակակից կինոյի բազմազանությունն ու ստեղծագործական նոր մոտեցումները։ Զգացվում է, որ կա աճ հանդիսատեսի քանակի, հանդիսատեսի թվի, ինչը ամենակարևոր ցուցանիշն է փառատոնի համար, ամենաուրախացնող ձեռքբերումը, այնպես որ օգտվելով առիթից նաև շնորհակալություն ենք հայտնում մեր կինոսերերին այսպիսի ակտիվության համար։ Այն ոչ շատ միջոցառումներից է, ինստիտուցիոնալ միջոցառումներից, որը շատ տարբեր դրական ազդեցություններ է թողնում, որոնք ոչ այդքան ժամանցային չեն, որքան նաև այսպես մտավորական, գեղագիտական, կրթական եւ բազմաթիվ այլ բնույթների եւ կարծում եմ, որ այս 23 տարիների արդյունքները ամեն տարի երևում են եւ դեռ կշարունակեն երևալ։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը Ոսկե ծիրանը շնորհվեց Մելագրոս Մոմենթալերի հոսանքներ ֆիլմին։ Արծաթե ծիրանը ստացավ Մորթես Ահմադվանդի եւ Ֆիրուզե Խոսրովանի Անցյալ ապառնի շարունակական ֆիլմը։ Իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի Լոնդոն ֆիլմն արժանացավ միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։ Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանը շնորհվեց Ամիր Ազիզիի Ամիրի հոգում ֆիլմին։ Ալեքսանդրե Քոբարիձեի Չորացած տերը ֆիլմն էլ տարավ այս անվանակարգի Արծաթե ծիրանը։ Կարճամետրաժ ֆիլմերի կորիզ մրցույթում Ոսկե ծիրանը շնորհվեց Սերուժ Հովսեփյանի Մենավոր երկխոսություններ ֆիլմին։ Նույն ֆիլմը ստացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ։ Կորիզի Արծաթե ծիրանը ստացավ Օվսաննա Գևորգյանի Վարձու սգավորներ ֆիլմը։ Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ շնորհեց Սոնա Խաչատրյանի Ռելիկվիա եւ Արթուր Սահակյանի Մենակ երկուսով ֆիլմերին։ Իսկ Թերեզա Նվոտովայի Հայրը ֆիլմը արժանացավ Հայաստանում եւ Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6000 եվրոյի դրամական աջակցություն ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։ Ոսկե ծիրանը միշտ չի շեղվել այդ ուղուց եւ 23 տարի յուրաքանչյուր տարի 100-ին մոտ ֆիլմեր ա ցույց տվել եւ այդ ամեն ինչը նաեւ նստած է գիտակցության մեջ, մարդկանց հիշողության մեջ եւ որոշակի դեր ա ունեցել, վստահ եմ, որ դրական։ Կինոյի տանն անցկացված փակման արարողության ժամանակ փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի վարպետ մրցանակն իր հետ Հոլիվուդ կտանի պրոդյուսեր Սև Օհանյանը։ Այսպիսով Ոսկե ծիրանը հերթական անգամ վերահաստատեց իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնների շարքում, Երևանը դարձնելով համաշխարհային կինոյի հանդիպման վայր, իսկ կինոսերներն արդեն սպասում են հաջորդ տարվա փառատոնին, որը խոստանում է նոր բացահայտումներ, հետաքրքիր ֆիլմեր եւ անմոռանալի հանդիպումներ։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։